Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտենյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մարտի 26-ն է 2026 թվական։ Սկսենք Նիկոլ Փաշինյանի մի հայտարարությունից, ճեպազրույց էր այսօր, մի քանի հարցերի մասին խոսեց, այնքան նույն հարցերն ասել, որ արդեն իմաստել չեմ տեսնում անդրադառնալ, ուղղակի պարզաբանում էր մի հարց, որը կուզենամ ձեզ ներկայացնեմ։ Ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ եւ ես ինձ հաշիվ եմ տալիս ՀՀ վարչապետ լինելով, թե ինչ պետություն է Ռուսաստանի Դաշնությունը, ինչ պետություն է Միացյալ Նահանգները, ինչ պետություն է Ֆրանսիան, ինչ պետություն է Գերմանիան, ինչ է Եվրոպական միությունը։ Գիտեք, սովորաբար ես եմ իրենցից հանդիպում խնդրում եւ ոչ թե հակառակը, դա նորմալ է»։ Փաշինյանը նշել է, որ դա իր համար ոչ ամոթ է, ոչ էլ նվաստացուցիչ, ըստ նրա պետք է հաշվի առնել նաև երկրների քաշային կարգը։ ՌԴ նախագահը պիտի ինձնից հանդիպում խնդրի։ Պարզ է, ես պիտի խնդրեմ հանդիպում, բա ով պիտի խնդրի, կամ Ֆրանսիայի նախագահը պիտի ինձանից հանդիպում խնդրի, ես պիտի խնդրեմ հանդիպում, որովհետև հակառակ կերպ մտածելը նշանակում է իրականության զգացումը կորցնել։ Ես այդ հանդիպումները խնդրում եմ մեր երկրի շահերին վերաբերող հարցեր քննարկելու համար, հավելել է Փաշինյանը։ Իհարկե, այն որ ինքը պետք է խնդրեր Վլադիմիր Պուտինին, պետք չի մյուսներին է խառնել, որ հանկարծ ասի դե բոլորի մասին եմ խոսում, այն որ ինքը Վլադիմիր Պուտինին պետք է խնդրեր նորություն չի, դրա համար պարբերաբար խոսել ենք, որ ինքը Վլադիմիր Պուտինի կրոնը ընդունել է ու նոր չի որ ընդունել է։ Ուղղակի վատը նա է, որ երբ որ ինքը այսպիսի հայտարարություններ է անում, բայց իրան սատարողները, նրա արտաքին քաղաքականությունը պաշտպանողները, որ ասում են մենք սատարում ենք Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականություն, անգամ հայտարարություններով են դա պաշտպանում, ասում են տեսակ ոնց Պուտինին տեղը դրեց, տեսակ ոնց շշպռեց մի հատ Պուտինին, տեսակ ոնց ասին հավաքի ուստեից տարես ինչ բանը, տեսակ եսա դուք ում եք ներկայացնում, ում ասածն եք մեկնաբանում, ես չեմ հասկանում։ Այսինքն ոնց է հնարավոր սա կարդալ եւ ասել տեսակ ոնց Նիկոլ Փաշինյանը Պուտինին տեղը դրեց, որ մասնա որ տեղը դրել, կարելի է իմանալ։ Սա է վատ, որովհետև գիտեք ինչի, որովհետև մենք գիտենք, որ հիմա պայքարը գնում է Նիկոլ Փաշինյան եւ ռուսամետներ, բայց Նիկոլ Փաշինյանը ավելի ռուսամետ քաղաքականություն է վարում, քան անգամ նույնիսկ Սամվել Կարապետյանը չափի շփում չունի Պուտինի հետ, ոչ էլ անգամ այս ընթացքում Ռոբերտ Քոչարյանը։ Այսինքն եւ ստացվում է այնպես, որ պայքարը գնում է այս երկու կողմերի միջև, ով հաղթի հաղթում է Պուտինը։ Մի տարբերությամբ, որ Նիկոլ Փաշինյանը նաեւ նույն ձևի բալանսավորված քաղաքականություն ընդունել, կրոնը ընդունել Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Բայց հիմա առաջիկա ընտրություններ են եւ մենք պետք է հասկանանք ի վերջո, երբ որ այս քաղաքականությունն են առաջ տանում, բա դա ոնց ենք անելու, որ մենք սրա դեմը կարողանանք առնել։ Դրա մի ձև կա, որովհետեւ այս երկուսի պայքարից հաստատ Հայաստանի համար նորմալ ճանապարհ չի ընտրվի դեպի Եվրամիություն, որովհետեւ եթե նույնիսկ ասում են, որ եթե ավելի լավ է Ռուսաստանին ավելի խորը ինտեգրվենք, հանկարծ Նիկոլ Փաշինյանը երկիրը թուրքերին չտա, խորը թյուրիմացություն է պատկերացնելու, որ եթե Թուրքիան ցանկանար Հայաստան մտներ, Ռուսաստանից պետք է վախենար։ Թուրքիան մտավ Սիրիա, Ռուսաստանից չվախեցավ։ Ռուսաստանի բազաները այնտեղ կային եւ Ռուսաստանը անվտանգության երաշխավորներ Բաշար Ասադի, բայց մենք տեսանք ինչ կատարվեց։ Այսինքն գերագնահատված է Ռուսաստանի դերը, որ եթե ինքը ավելի լավ ներկայացված լինի, Թուրքիան այդ քայլը չի անի։ Թուրքիան այդ քայլը չի արել նորից Ռուսաստանի պատճառով չի եղել։ Նորից պատմական թեթև էքսկուրս կատարենք։ 91 թվականի դեկտեմբերի 8-ին Բելավեժսկայա Պուշչայում, երբ որ խորհրդային միության լուծարման որոշում կայացրեցին, որի ամենամեծ նախաձեռնողը հենց Ռուսաստանն էր, եւ Վլադիմիր Պուտինը ինքն է հայտարարել, որ մենք ուզում ենք խորհրդային միությունը լուծարենք, ժեստ անենք արևմուտքին, որ տեսեք, մենք ժողովրդների բանտ չենք, այսպես ասած, բայց իրանք չգնահատեցին եւ մեզ հետ գործընկերության չգնացին, այսինքն չվստահեցին մեզ։
Բայց այսինքն լուծարման նախաձեռնությունը Ռուսաստանն ասում է մենք ենք վերցրել մեր վրա։ Բա որ դուք լուծարում եք Թուրքիայի հետ կանգնած էր խորհրդային միության բանակը, եւ խորհրդային միության բանակը, խորհրդային միությունը չկա։ Այդ բանակը ում էր երթում տվել, որ պաշտպանի։ Ռուսաստանի չկար այդ բանակը։ Զորքը կանգնած է, բայց ում հրամաններ կատարելու։ Իսկ երբ որ բացում ես փաստաթուղթը նայում ես ԱՊՀ-ի դեկտեմբերի 8-ին ստորագրած, իրանք իրավահաջորդ են համարել խորհրդային միության անվտանգային առումով այդ երեքի համար։ Ռուսաստան, Բելարուս, Ուկրաինա։ Իսկ Հայաստանի համար այլևս անիմաստ էր, ոչ մեկը չէր կռվելու Հայաստանի համար։ Իսկ Հայաստանը բանակ ուներ։ 91 թվականի դեկտեմբերի 8-ին մենք կարանք Թուրքի դեմ առնեինք։ Իսկ այդ թուրքը չէ, որ շատ կարճ ժամանակում կարողացավ 74 թվականին Կիպրոսի հյուսիսային մասը օկուպացնի։ Թուրքիայի համար ինչքան ժամանակ էր պետք Հայաստան մտներ, այս կողմից մտներ, այն կողմից դուրս գար։ Բա ով դեմը առավ։ Ռուսաստանը, որը նոր էր քանդել խորհրդային միությունը։ Հապկել ստեղծված չէր։ Հայաստանի հետ չուներ միջպետական պայմանագիր, փոխօգնության, նաև ռազմական առումով։ Չկար ոչ մի բան։ Եթե Թուրքիային չզսպեր Ամերիկան, ոչ մեկը դա չէր զսպելու։ Այդ որ Ռուսաստանն ենք ասում, որ մեզ օգնի Թուրքիայից պաշտպանվելու համար, ում ենք խաբում։ Նախ Ռուսաստանը Թուրքիայի դեմը չի կարող առնել։ Սկսենք դրանից։ Չի կարող առնել, եթե Թուրքիան մտնի։ Թուրքիային զսպելը այլ խնդիր է, որ աշխարհաքաղաքական այս իրավիճակում համենայն դեպս այդ քայլը չեն ուզում։ Ու ինչքան էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիայի հետ լավ հարաբերություն ունենա, այնուամենայնիվ Դոնալդ Տրամփի շահերից էլ չի բխում, որ Թուրքիան ընդլայնվի, գնա թուրքալեզու պետություններին հավաքի եւ արանքում որևէ խոչընդոտ չլինի։ Այո, փորձում է Թուրքիայի հետ լավ հարաբերություն ունենա, բայց ոչ ավելին։ Իրանն էլ մտածում է, որ Թուրքիա հանկարծ չմտնես իմ ճանապարհը չփակես դեպի հյուսիս, դա արդեն իմ կենսական շահերի հարցն է։ Այսպիսի խառնաշփոթ պարագայում Հայաստանի գոյությունը կախված է, որ խոշորները համաձայնության չեն եկել։ Ու դա բացարձակապես կապ չունի, որ եթե Ռուսաստանն է այստեղ ավելի շատ ներկայացված, ուրեմն Թուրքիայի դեմ Ռուսաստանն է առնում։ Թուրքիայի դեմ Ռուսաստանը չի առնում։ Սա միանշանակ մենք իմանանք։ Դրա համար եմ ասում, որ առաջիկա ընտրությունների հետ կապված, երբ որ մենք հստակ ասում ենք, որ Հայաստանի ապագան պետք է լինի Եվրամիության կազմում, դա նշանակում է, որ մենք մերժում ենք եւ Նիկոլ Փաշինյանի ծրագիրը եւ ռուսամետների ծրագիրը։ Եվ շատ դեպքերում, երբ որ ասենք հարց է առաջանում, խոսում են համախմբման մասին, արևմտամետ ուժերը, ինչի չեն համախմբվում եւ այլ, տարբեր մարդիկ նաեւ մեղադրանքներ են ներկայացնում, չեք գնում համախմբման, ձայները փոշի անում է եւ այլ։ Հարգելիներս, մի քանի օր հետո արդեն փաստաթղթերը հանձնվելու է կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ինչ համախմբման մասին եք խոսում։ Միայն համախմբման անհրաժեշտության մասին եք խոսում։ Ուրա գործնական քայլերը։ Իշխանությունն արդեն իր ագրեսիվ քարոզչությունը սկսել է։ Ընդդիմությունը իր ակտիվ քարոզչությունը սկսել է։ Մենք դեռ նոր պետք է մտածենք շատ սահմանափակ ռեսուրս ունենալով նոր պետք է մտածենք համախմբման մասին, դեռ խոսում է ընդհանրապես անհրաժեշտության մասին, իսկ համախմբման մասին չէ։ Գործնական քայլերի այդ ամեն ինչը չի հասել։ Եղբայր դե արեք նայենք ձևը սովորենք։ Ու պետք չի այստեղ մեղադրել, թե այսինքն տեսեք համախմբման մենք դեմ ենք, որ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը նորաստեղծ կուսակցություն է, բայց ինքը մտածում է մասնակցել ինքնուրույն։ Չի ցանկանում ուղղակի նեղացնի մարդկանց կամ էլ թե չէ ոչ հրապարակային քննարկումները հանրայնացնի ու դա կոռեկտ չի անձնական շփման ինֆորմացիան։ Բայց դուք բանակցում եք, բանակցել եք կուսակցության հետ, ցանկացել եք միանալ, ձեր ամբիցիաները թույլ չի տվել միանալ։ Քանի հետ է բանակցել Գուրգեն Սիմոնյանը, քանիսին է առաջարկել միասին գնանք ընտրության։ Դուք եք մերժել։ Դուք մերժելուց հետո ինձ հետ առանձին մարդիկ են բանակցել, իր հետ առանձին են մարդիկ են բանակցել։ Բայց երբ որ մենք իրար հետ միացանք, դրանից հետո մի հատ ալիք սկսվեց, որ ոնց, բա որ sense բան հնարավոր էր, բայց ինչի մենք էլ այդտեղ չլնենք, ինչի չլնենք, եթե արդեն չենք եղել, շառանենք, ասենք, գիտեք ինչ, իրանք չեն ուզում միանան, այդ ինչ են տես նորաստեղծ կուսակցությունը ամբիցիա է բանա։ Ո՞վ է ամբիցիա բանացնում։ Ձեզ առաջարկություններ չի եղել։ Ո՞վ է բանացնում այդ ամբիցիան։ Իսկ պարզ կանգնել ասել եմ, եկեք միավորվենք, անենք, կամ ստեղծենք դաշինք,
Գուրգեն Սիմոնյանը միանա դաշինքին կամ ինքը կուսակցությունով է ուզում եւ բացատրում է ինչի ես միանամ կուսակցությանը, ինչ ամբիցիայի մասին է խոսքը։ Մենք օրինակ ենք ծառայել այդ համախմբան, դուք ինչ օրինակ ունեք, որ մեզ ցույց տաք։ Այո, զգուշավորություն կա, առանց մարդկանց վիրավորելու, ասում ենք զգուշավորություն կա, որտեվ չգիտենք ում հետևը ով է կանգնած։ Այո, կա այդ զգուշավորությունը։ Եթե միջև ընտրությունը արևմտամետներից մի մասը անթաքույց ասում է, այդ ձայները որ ստանանք տալու ենք Նիկոլ Փաշինյանին, հայուն Հայաստանի փրկության, հո չենք թողելու ռուսամետները երկիրը տանեն։ Մի մասն էլ ասում է, եթե ձայն ստանանք, այդ ձայները տալու ենք Սամվել Կարապետյանը, հո չենք թողի Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տա Թուրքիային։ Այսինքն ինչ է ստացվում։ Մենք մեր ծրագրով գնում ենք ընտրության, կազմում ենք մի հատ դաշինք, դաշինքի մեջ միանում են ամբիցիոզ տարբեր ուժերից մարդիկ, որոնք գալիս են մտնում ես խորհրդարանը, ստանում ես մանդատ, մի մասը կանգնում հանուն փրկության միանում է Փաշինյանին, մի մասը կանգնում հանուն փրկության միանում է Սամվել Կարապետյանը, ու մենք էլ ընդամենը վերելակ էինք իրանց ներս մտցնելու համար։ Ու կանգնում ենք, ասում ենք ժողովուրդ ջան, կներեք, մեզ խաբեցին։ Ով կհավատա, որ մեզ խաբել են։ Կմտածեն, ես ինչ խաղեր եք խաղում։ Դրա համար, հարգելիներս, առաջի քայլ, եթե վճռական ասում ես ոչ, ժողովուրդ ջան, եթե դուք հանուն փրկության Փաշինյանին եք միանալու, մեկն էլ հանուն փրկության Սամվել Կարապետյանին, ուրեմն թողեք մենք գնանք հանուն փրկության, ժողովրդին դիմենք, ասենք մենք ոչ մեկին չենք միանալու, հայցում ենք ձեր վստահության քվեն, որպեսզի այդ ձայները ստանանք, որպեսզի գնանք կամ մեծամասնություն ունենանք մեր ծրագիրն առաջ տանենք, եթե չունենանք էլ որևէ մեկին չտանք մեր ձայները խորհրդանում աճուրդի չհանենք, որովհետև մենք խնդիր ունենք, այո, երկու կողմին էլ եթե ասում են կործանման է տանում, ամեն մեկը մյուսին է տենց համարում, ուրեմն մենք ամեն ինչ անենք, որ երկուսի սցենարն է չաշխատի, ոչ Գյումրի երկուս լինի, որ ռուսամետները միանան, ոչ Երևան երկուս լինի, որ արևմտամետները միանան իրանց արևմտամետի տեղ դնելով։ Եվ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի հետ կիսեն։ Սա է։ Ու եթե որևէ մեկը ասում է Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը նոր է, չենք հասկանում ոնց կարող է պատահի այդպես վարկանիշ ունենա, այս ինչ խաղեր է, մի հատ պարզ բան։ Այդ հարցը դու մի տվեք Շնորհապետական կուսակցությանը ու նրա ղեկավարին։ Ինքն է ձեզ այդ հարցը տալիս, կուսակցությունն է ձեզ տալի։ Այդ ինչ ձևով եք ժողովրդին զզվացնել, պարոնայք փորձառուներ, որ նորաստեղծ կուսակցության մեջ են տեսնում իրանց հաջողությունը։ Բայց հարցը ձեզ է տրվում։ Ոնց արեցիք, որ այդքան տարվա կուսակցությունները լինելով, այդքան փորձառություն ունեցող գործիչներով, այնպես խաղեր տվեցիք, որ ժողովուրդը զզվել է ձեզանից։ Բայց ձեզ զզվելու արդյունքում է, չէ՞ որ նորաստեղծ կուսակցությանը այդքան վստահում են։ Դուք ինքներդ հարցում անցկացեք, տեսեք վստահում են թե չէ։ Դրա տակ ոչ մի հանելուկ չկա։ Դրա մեղավորը դուք եք։ Եթե դուք ժողովրդի համար վստահություն ներշնչեիք ժողովրդի մոտ, ընդհանրապես այդ հարցը չէր առաջանա։ Դուք մտածեք, այդ ոնց տենց արեցիք, ոնց մաշեցիք ձեր ռեսուրսը, ինչքան փորձառու դարակ, այնքան ձեր ռեսուրսը մաշվեց։ Այդքան հավատը կորցրեցիք, որտեղ անընդհատ խաղեր տվեցիք, այս թևի հետ, այն թևի հետ, այս թևի հետ, այն թևի հետ։ Չտեսաք արդյունքում ինչ եղավ։ Դրա համար ժողովուրդ ջան, ինձ թվում է այս պարզ բացատրեցի, որ այո, Հայաստանի Շնորհապետական կուսակցության միայնակ մասնակցելու տրամաբանությունը դուք հասկացաք որն է։ Պետք չի գործընկերներին նեղացնել, ասել ուղղակի կա անվստահության խնդիր։ Որովհետև կուսակցությունը, ովքեր իրար հետ սկսել են ճանապարհ գնալ, այդ մարդիկ գիտեն, որ 100%-ով իրանք այդ ձայներին տեր կկանգնեն։ Միասնական որոշմանը տեր կկանգնեն։ Վերջ։ Ավելի լավ է այդ մարդիկ նորաստեղծ կուսակցությունով, թիմով, նվիրյալներով միասնական գաղափարի շուրջ կանգնեն ու միասնական այդ ձայներին տեր կանգնեն, քան մի 10-15 պրոֆեսիոնալ մտցնես 10-15 հատ խախտան սրա նրա հետ։ Պարզ ասած, որ լավ հասկանաք։ Ես էլ որ հրավիրվել եմ, ես էլ 100%-ով ասել եմ, որ կուսակցության միասնական կարծիքի հետ կապված մի հատ տատանում չի լինելու։ Ես ինքս եմ առաջարկել հուշագիր ստորագրել ու ասել, եթե ես կուսակցության ընդհանուր քվեարկության քաղաքականությանը դեմ կգնամ, որը կվերաբերվի վարչապետ ընտրության, ծրագիր անցկացնելու, կառավարության ծրագիր հաստատելու եւ այլ հաշվետվություն, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչվում են կառավարության ձևավորելու հետ։
Այդ բոլորը պետք է լինի միասնական որոշում, որ պահին ես միասնական որոշմանը դեմ կլինեմ, մանդատս կդնեմ, դուրս կգամ, բայց ես ինձ թույլ չեմ տա մանդատը վերցնեմ, գնամ անկախ պատգամավոր լինեմ։ Մեկը բան չի ասի, ինչ ծրագիր ես ներկայացնում, անկախ պատգամավոր։ Դու եկել ես թիմի հետ ծրագիր ներկայացնես։ Եթե դու ընդհանրապես մեզ ներկայացնես ինչ ագատարում աշխարհում կամ ինչ անենք Հայաստանում, եկարած քո YouTube-յան ալիքով էլ անես։ Ազգային ժողովի մանդատը քո ինչին է պետք, եթե ծրագիր չես ներկայացնում։ Մի հատ առիթ ես մանգալի առանձնանաս։ Այո, 100%-անոց վստահության խնդիր է, եթե ասում ես գնանք մեր թիմով եւ ինձ համար մեծ պատիվ է, որ այդ թիմը ինձ էլ է վստահել, վստահ լինելով, որ իրանց հետ իրանց կուսակցություն ստեղծելու ճանապարհը չեմ անցել, բայց 100%-ով կպաշտպանեմ իրանց։ Մեղադրեք ձեզ եւ մի հատ էլ համախմբվեք, ձևը ցույց տվեք, մենք իմանանք։ Դրա համար ավելի լավ է ոչ թե մտածեք, թե ոնց դրա հետ կապված մտածեք ում մեղադրեք։ Բա փորձառուն մենք ենք։ Ձեր փորձառությունը արդեն զզվացրել է ժողովրդին, մեկ անգամ եւս ասեմ։ Դրա համար եմ ասում, հիմա ասում ենք մյուս թեմաներին, քանի որ ընտրության թեմայից ենք խոսում։ Դրա համար մեծ անելիք ունեք, այո, սեղմեք լայք կոճակը, սեղմեք զանգակ կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին։ Գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, եթե ցանկություն կունենաք ձեր ֆինանսական աջակցություն ունենալ մեր ալիքին նյութի նկարագրական մասում բոլոր տարբերակները կա բանկային փոխանցումով սկսած, արագ փոխանցումով սկսած, քարտային փոխանցումով սկսած, PayPal տարբերակով Միացյալ Նահանգների, Patreon տարբերակով բոլոր հնարավորությունները կա մասնակցության, բացի դրանից շատ օգտակար կլինի նաև որ կապ հաստատեք Գուրգեն Սիմոնյանի հետ, որովհետև այդ ամբողջ կազմակերպական հարցերը իր ուսերի վրա է եւ հասկանաք, որ դա շատ կարեւոր է։ Մենք էլ միացել ենք ոչ թե օգտվելու կուսակցությունից, այլ միացել ենք օգնելու ժողովրդին, որովհետև համոզվել ենք, որ մեր օգնությամբ, ձեր բոլորի օգնությամբ պետք է այդ հարցը լուծենք։ Եվ եթե ուզենայինք օգտվելու մասին մտածեինք, իշխանության տեղն է գիտենք, ռուսամետ ընդդիմության տեղն է գիտենք, պաշտոնի տեղն է գիտենք, փողի տեղն է գիտենք։ Եվ դրա համար սա փառք ու պատիվ ձեզ եւ այն մարդկանց, ովքեր կարող են գաղափարի համար համախմբվել եւ այդ ամեն ինչն անել։ Բաժանորդագրվեք նաեւ Գուրգեն Սիմոնյանի YouTube-յան ալիքին, Facebook-յան էջին եւ նաեւ կապ հաստատելով, եթե նրանք որևէ մարդիկ ցանկություն ունեն կուսակցության անդամակցության դայել, պայմանավորվեք, հանդիպեք, ճշտեք, ես ինքս խորհուրդ կտամ ձեզ եւ նաեւ մարդիկ, որոնք որ բացի այս ամեն ինչը նաև նկատի ունեցեք, որ ձեր ծանոթներին ասեք, թող ծանոթանան մեր նյութերի հետ, ինչի մասին ենք խոսում, ինչ ենք ուզում անենք, անպայման բացատրեք երիտասարդությանը, երիտասարդությունը շատ դեպքերում քաղաքականացված չի, որտեղ դա շատ վատ է։ Ամենագեներատորը միշտ եղել են երիտասարդները, ըմբոստ անհաշտ եղել են երիտասարդները։ Այսօր եթե կարողացել են այնպես անել, որ երիտասարդները քաղաքականացված չլինեն, այս աշխարհաքաղաքական իրավիճակում, ապագայի նկատմամբ այս տագնապի պայմաններում մենք շատ անելիք ունենք։ Դրա համար ամեն մեկը նաև մեծ տարիքի, ովքեր որ նայում են, հետևում են ինձ, հետևում են Գուրգեն Սիմոնյանին, ասեք ձեր ընտանիքի անդամ երիտասարդներին, որ ասեք այդ մարդիկ իրանց կոտորում են ձեր ապագայի համար։ Մենք ուզում ենք կյանքի կոչենք մեր ծրագրերը, մենք ուզում ենք կյանքի կոչենք ձեր ծրագրերը, ձեր երեխաների ապագայի ծրագրերը, եւ նրանց բացատրեք, որ ի վերջո ինչ է ստացվում։ Դուք այսօր անտարբեր լինելով քաղաքական առումով, խաբվելով ինչ-որ բանի վրա, մեկը փողա բաժանում, մեկը չգիտես ինչ անում, մեկը ինչ-որ խոստումներ է տալիս, արդյունքում ձեր փոխարեն են ընտրելու, եթե դուք ապա քաղաքական եք, ինչ են ընտրելու։ Դուք բնագրից անգլերեն եք կարդում, դուք գնում եք Եվրոպա ման եք գալի, դուք գնում եք լավ կրթություն եք ստանում Եվրոպայում ու անտարբեր եք քաղաքականության մեջ, որպեսի Հայաստանը քվեարկեն եւ մնա Ռուսաստանի ֆորպոստ, լուրջ։ Ես խորհրդային միությունում ապրել եմ։ Ես խորհրդային միության լավն էլ գիտեմ, վատն էլ գիտեմ։ Ես իմ գիտակցական կյանքը դրել եմ նրա համար, որ մենք կարողանանք ազատվենք խորհրդային միությունից։ Մարդիկ, որոնք ծնվել են անկախ Հայաստանում, ապշելու բանա, թե նրանք ոնց են իրանց ապագան հանձնում Ռուսաստանին։ Ժորժիա, մենք այդտեղից ենք եկել։ Մենք գիտենք դա ինչ է։ Մենք գիտենք դա ինչ աղետ է։ Մենք այս սերունդն ենք, որ հազիվ մի հատ
Ռադիո ընդունիչով Ամերիկայի ձայնն էինք լսում, ազատություն ռադիոկայան էինք լսում, Նեմեցկայա վալնա էինք լսում, պատկերացում ունենանք աշխարհում ինչա կատարվում։ Շրջապատում էլ ասում էին, այս մարդիկ Ամերիկայի ձայն լսող էին, մոտարապես տենց շպիոնի տպավորություն թողող էին, էլի Ամերիկայի ձայնն են լսում, անգամ գիտեին անվանական, ու սենց սուսուփուս էին ասում, այս Ամերիկայի ձայն լսողներն են։ Որ իմանաս աշխարհում ինչա կատարում, տոտալիտար խորհրդային միություն, երկաթյա վարագույրի պայմաններում։ Այսօր էս ինչա կատարվել մեր ազգի հետ։ Որ չենք կարողանում երիտասարդությանը բացատրել, որ քու ապագան չի կարող Ռուսաստանի հետ կապված լինել։ Չի կարող ուղղակի։ Չկա այնտեղ այդպիսի արժե համակարգ։ Չկա այնտեղ լավ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, հիմնարար ազատություններ, նորմալ կրթական համակարգ, չկա ժողովուրդ ջան, նորմալ տնտեսություն։ Մի խաբվեք մի քանի քաղաքի վրա։ Այդ մի քանի քաղաքն էլ հիմա դատարկվում է, չեք տեսնում ինչա կատարում։ Հյուրանոցներն է դատարկվում։ Օբյեկտներն է փակվում։ Մարդ չկա, տուրիստ չկա, բան չկա, ով գնա ինչ անի։ Չեք տեսել։ Պուտինը սահմանափակումներ է մտցնում։ Իսկ չեն կարողանում իրանք իրենց գումարը բանկից ստանան։ Չեն կարողանում իրենց գումարը միտեղ փոխանցել։ Չեք տեսնում ինչա կատարվում։ Այսինքն դուք պետք է հիմա քվեարկեք, որ Հայաստանը հունիսի 7-ից ավելի մեծ կախվածություն ունենա Ռուսաստանից։ Ու ասեն ուղղակի երիտասարդները քաղաքականությամբ չեն զբաղվում։ Լուրջ եք ասում։ Բադավորը մեր մեղքն է։ Մեր մեղքն է։ Թող կուսակցականացված չլինեն, եթե չեն ուզում։ Բայց չես կարող քաղաքականացված չլնես, եթե աշխարհը եռում է։ Չես կարող քաղաքականացված չլնես, եթե տագնապ ունես վաղվա օրվա հանդեպ։ Ոստեղ է լուրջ անելիք ունի ավակ սերունդը։ Ես մի փորձում եմ իմ անձնական օրինակով ասեմ, ինչի եք խառնվել իրար։ Ինչի եք ձեր ապագան կործանում։ Ում համար ենք մեզ կոտորում։ Հիմա տեսնենք ինչա կատարվում աշխարհում։ Թուրքիայի տրանսպորտի ենթակառուցվածքների նախարարը հայտարարել է, Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հուշագիր է ձեռք բերվել եւ նախագիծը կարող է կյանքի կոչվել առաջիկա 4-5 տարվա ընթացքում, ստեղծելով բարձր թողունակությամբ եւ ավելի ուղիղ կապ թուրքական աշխարհի հետ։ Նախարարը նշել է, որ Զանգեզուրի միջանցքը պետք է դիտարկել որպես երթուղի, որը կմեծացնի թողունակությունը արևելք-արևմուտք առկա տրանսպորտային կապերին զուգահեռ։ Իհարկե ինքը մանրամասն ներկայացնում է ճանապարհի, որ հատվածներն են իրանք սարքել, ինչ են արել 4-5 տարվա մեջ էլ էտել, որ ասում են նկատի ունի Հայաստանի հատվածը, որ անպայման դա կարվի, իհարկե անգամ Հայաստանի հատվածը չի ասում տրիպ, այսինքն ամբողջին էլ է ասում Զանգեզուրի միջանցք Հայաստանի հատվածին էլ։ Բայց մենք գիտենք, որ հենց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գիտեք, բանը թրիփը մասին հիմա պետք չի խոսալ, որովհետև Ամերիկան դե խառն է Իրանի հետ, եւ դա իսկապես խնդիր է, որ դա շարունակություն այս պահին ունենալ չի կարող։ Բայց ինչպիսի ծրագրեր ու պլաններ կար Հայաստանում կապված Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ ծրագրի հետ։ Եվ դուք պատկերացեք, դրա վրա կառուցած էր մի ամբողջ փիլիսոփայություն, թե տեսեք, մենք Ամերիկային բերում ենք, որ 99 տարով խաղաղությունն ապահովել ենք։ Մեկ էլ Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե մենք մեծամասնություն չստանանք, պատերազմը կսկսի։ Ով ուզում է ստանա, եթե ինքը չի մնացած ով էլ ստանա, պատերազմը սկսելու է։ Այսինքն եթե մենք էլ գա անկընտրության, մենք էլ ենք պատերազմ սկսելու։ Այսինքն ինչ է ստացվում, այդ 99 տարվա երաշխիքը, որ ինքը տվել է, պետք է ինքը 99 տարի վարչապետ լինի։ Հենց ինքը ոտը դուրս դրեց, պատերազմը սկսելու է։ Այսինքն այս կարգի շանտաժ կարելի է անել։ Այս կարգի ընտրություններով Վրաստանը գնաց։ Մենք ենք պատերազմի դեմն առնում։ Եվ հետո ինչ կատարվեց, հիմա ոնց է այդ երկրի վիճակը, չեք տեսնում։ 4 արևմտամետ ուժ անցավ խորհրդարան, բայց իշխանությունը խաղեր տվեց ռուսների հետ, շանտաժ արեց ժողովրդին պատերազմով եւ գնաց ինքը իշխանությունը բարիս բուն իմաստով զավթեց, արդյունքում դուրս մնաց բոլոր արևմտյան ծրագրերից։ Ինչ վիճակում կանգնացեց այդ երկիրը, որը հետևողական գնում էր եվրոինտեգրացիայի ճանապարհով։ Մեզ նույն բանն են դեմ տալու մեզ։ Լավ, մենք ավելի վատ վիճակում ենք, մենք Վրաստանի քայլերը չենք արել դեպի Եվրոպա գնալու։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. նախկինում երբեք ոչ ոք այդքան չի հրաժարվել երկիրը ղեկավարելուց, ինչպես դա տեղի է ունենում հիմա Իրանում։ Մենք լսում ենք նրանց որոշ արտահայտությունները, մենք դրանք շատ հստակ ենք լսում։ Նրանք ասում են՝ ոչ, շնորհակալություն, մենք դա չենք ուզում, նշել է նախագահը։ Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, մարդիկ երբեմն մոռանում են այդ մասին, ասել է Թրամփը, բայց դու ոնց կթողես, որ մենք մոռանանք։ 8 պատերազմ կարգավորել, հա։ Այս պատերազմը ինքը սկսել ու ամբողջ աշխարհի վրա մուննաթա գալի, թե ինձ ինչի չեք օգնում։ Եղբայր, դու այդ 8 պատերազմը մենակ ես կարգավորել, ասում են ոչ մեկին չհաջողվեց, ինձ հաջողվեց։ Ես մենակ կարող եմ ՄԱԿ-ի հարցերը լուծել։ Ինչ ՄԱԿ։ Իմ խաղաղության խորհուրդը մի ամբողջ ՄԱԿ է, որտեղ 8 պատերազմ եմ ես մենակ կանխել, այդ դրա համար խաղաղության խորհուրդը պետք է ես ղեկավարեմ, ոչ թե Ամերիկայի նախագահի պաշտոն է, կամ էլ թե չէ որևէ մեկը, այլ հենց ես, որտեղ խաղաղությունը ես եմ բերել աշխարհին։ Հիմա ասում են, այս մի հարցն էլ դու լուծի, ամբողջ փառքը դափնեպսակը դիր գլխիդ էլի, ասում է չէ ոնց, բայց չեք օգնում, օգնեք որ պատերազմում հաղթեմ։ Ու օրվա ամեն օր մուննաթա գալիս սրա վրա նրա վրա։ Երբ որ ասել էր ինքը պատերազմը հանկարծակի է սկսել։ Եվ մեկ էլ որտեղից իմացա, որ Իրանի ղեկավարները չեն ուզում աշխատեն, հիմա չեն աշխատում։ Բայց դուք սպանել եք, որ երկիրը պարալիզ է, եկե չեղավ այդ ամեն ինչը։ Հիմա ուղղակի ձեր ծրագիրը չի աշխատում, բայց որ ձեր ծրագիրը չի աշխատում, մենակ այն չի ու դա ձեր ծրագիրն է։ Այդ ձեր ծրագիրը խնդիր է առաջացնում նաև մեզ համար։ Եթե դուք չկոտրեցիք Իրանին, Իրանն ասելու է մի հատ վերցրեք ձեր թրիփ ու էլես կոմերը չերևակ։ Հայաստանին որ ասի այդ թրիփի մասին մոռացի, ինչ ենք անելու։ Թրամփն էլ ասի ոնց թե մոռացի, հետո ով ես դառը որ տենց բան ես ասում։ Հայտնվելու ենք մի հատ փաստի առաջ, չէ։ Լա իրար են ուտում հիմա դեռ չի պարզվել ջրերը։ Բա որ ջրերը պարզվեց։ Ոնց ենք դա իրականացնելու։ Դոնալդ Թրամփը հայտարարել է ՆԱՏՕ-ի երկրները բացարձակապես ոչինչ չեն արել օգնելու այդ խելագար պետության հարցում, որը այժմ ռազմականորեն ջախջախված է։ ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ից ոչինչ պետք չէ, բայց երբեք մի մոռացեք այս շատ կարևոր պահը։ Բա որ ոչինչ պետք չէ, ինչի ես մուննատ գալի, քո ուժերով Բիբիի հետ միասին այդ հարցը լուծի էլի, փառքն էլ ձեզ։ Ո՞վ է դրան դեմ։ Հիմա այս փաստի առաջ կանգնելա չի կարողանում ոչ առաջ գնա, ոչ հետ գնա։ Աշխարհը խառնել է իրար, նավթի գները են բարձրանում, Եվրոպայում մի խնդրեմ է, մյուս տեղ մի ուրիշ խնդրեմ է։ Մեր մոտ էլ իհարկե այդ ամեն ինչը ազդում է, մերոնք աշխատում են դրա մասին չխոսեն, որտեղ նաև չեն հասկանում, թե ինչ է կատարվելու։ Խոսեն ինչ անեն, ինչից խոսեն։ Մերոնք ավելի շատ խոսում են, որ հիմա պատմական ճշմարտության հետևից պետք է չգնանք, Արցախից փախել են եւ այլ Նիկոլ Փաշինյանը։ Բայց սա հետևողական քաղաքականություն է, ժողովուրդ ջան, դա այնց չի որ։ Իհարկե շատ բաներ մենք էլ ենք ասում, որ Արցախի ղեկավարությունը եւ Հայաստանի ղեկավարությունը նախկին շատ բաներ են արել Արցախին էլ վնաս տալու, Հայաստանին էլ վնաս տալու, ամբողջ հայկական ծրագրերին վնաս տալու։ Բայց միևնույն է դա պատճառ չի ու դա հիմք չի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը բացահայտ ձևով խոսի այնպես անհարգալից ու այնպես արցախցիների մասին, որովհետև ինչի համար է ինքը խոսում, որպեսզի դրանով ժեստանի Ալիևին։ Ինչի համար է ինքը այդպես անհարգալից կոպիտ ձևով խոսում Սփյուռքի մասին։ Գնացել եք, եկեք, եթե չեք գալի մի խառնվեք եւ այլ, որովհետև դա էլ ինքը ժեստ է անում Թուրքիային, որովհետև Թուրքիային դուր չի գալիս հայկական համայնքի դերակատարությունը աշխարհում, ինչքան ուզում են իրանք կազմակերպված են կամ կազմակերպված չլինեն, Թուրքիայի համար դա խնդիր է, որովհետև նրանք կան ու նա չգիտի որտեղ ինչ կարող են իր դեմ հանել։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը եթե խաղաղություն է ուզում, ասում է այդ խաղաղությունը պետք է բխի նաև մեր հարևանների շահերից։ Դրա համար այդ խաղաղությունը բխելու համար իրանց ուզածը կատարենք, որտեղ իրանց շահերը կատարենք։ Դրա համար մենք ասում ենք առավոտից իրիկու, որ Սփյուռքը պետք է Հայաստանի հետ լինի հաղորդակից անոթներ։ Այո, պետք է գան, պետք է գնան, ստեից գնան ընդեղ, աշխատեն, սովորեն, հմտություններ ձեռք բերեն, ընդեղից գան, քանի կա Հայաստանը, մարդիկ պետք է իմանան, որ սա համայն հայության հայրենիքն է, իրանց հայրենիքն է, մեր բոլոր դա պետք չի օտարացնել այդ մարդկանց։ Այդ մարդիկ Հայաստանի կյանքով են ապրում, ինչն է պատճառը, որ փորձում եք օտարացնել, որովհետև Էրդողանին դուր չի գալիս։ Եվ սա է խնդիրը, որ մենք հիմա նայում ենք հատուկ նպատակային դա արվում է։ Ամեն օր դրա մասին խոսվում է, ամեն օր չկա, որ ինքը միած Սփյուռքին եւ մենք ինչ ենք ասում։
Այո, կա Հայաստանի Հանրապետություն, դա հայության մերանն է։ Կա Հայաստանի Հանրապետություն, մեր ազգը դրսում լավ էլ ինտեգրվող է։ Ու շատ լավ է, որ լավ ինտեգրվող է։ Շատ լավ էլ որտեղ որ ապրում են ինտեգրվում են, բայց նրանց հոգու խորքում միշտ հայրենիքի մասին կարծիքը կա, որովհետև եթե իրանք տես լավ ինտեգրվելով հայրենիքը չլինի, 21-րդ դարը մնաց արագ կասիմիլացվեն։ Նախկիններում այդքան ինչ որտեղ կարողացել են հայապահպանության խնդիրներ լուծել, եկեղեցու միջոցով, հազար ու մի հարցերով, տարբեր հարցեր, բոլորին չանդրադառնանք։ Այսօր շատ դժվար է այս աշխարհում, այս ինտեգրված աշխարհում, եթե դու չունենաս հայրենիք, դու կարողանաս դուրսը հայ մնաս, մենք ինչ ենք վտանգում մեր հայրենիքը։ Դրա համար սա չափազանց կարևոր հարց է, այդ ամբողջ ռեսուրսը, ամբողջ էներգիան պետք է լինի, որ Հայաստանը հզոր պետություն լինի։ Եթե բոլորի Հայաստանն է, բոլորի հայրենիքն է, տեղից արդեն հզոր է, արդեն այդտեղ ոչ մեկը քառակուսի կիլոմետրով չի նայում ու բնակության թվով։ Դա նայում է, որ դա մի հատ հզոր համակարգ է, որ որտեղ ուզում ապրես, քո հայրենիքը Հայաստանն է։ Մենք այդտեղ խնդիր ունենք։ Առավոտից բարեբախտաբար ես ասենք ես էլ եմ այդ կարծիքին եղել պարբերաբար տարիներով դրա մասին խոսել եմ Գուրգեն Սիմոնյանն էլ, հետո տեսել եմ, որ ինքն էլ է այդ մասին խոսում, ու ասիկը բարեբախտաբար այդ հարցում նույն ձևի ենք մտածում, որ Սփյուռքի ինտեգրվածությունը պետք է մաքսիմալ լինի Հայաստանում, մաքսիմալ, ինստիտուցիոնալ, թե ինչ տեսք ունենա, դա ուրիշ խնդիր է, բայց մենք այդպիսի վերաբերմունքով պետք է ասենք, սա ձեր հայրենիքն է, սա մեր հայրենիքն է, ոչ թե մեկը այնտեղ է, մեկը այնտեղ է եւ այլ եւ այլ։ Դրա համար հիմա մենք տեսնում ենք, որ դա նպատակային ինչ է արում։ Մի օր մոտեցավ խոսափողին Նիկոլ Փաշինյանը, կամ պետք է միած Սփյուռքին կպնի կամ արցախցիներին։ Նորից եմ ասում, այն որ սխալներ արվել են, դրա մասին պակաս չենք խոսում, թվերով ու փաստերով ենք խոսում։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն ասել է. «Պատերազմը սկսել է նոտարի երկրապետությունների առաջնորդները, բայց մենք չենք կարող թույլ տալ, որ դրա համար վճարեն 20 միլիոն իսպանական տնային տնտեսությունները։ Մերձավոր Արևելքում պատերազմը աղետ է, լուրջ սխալ քաղաքական, անշուշտ աշխարհաքաղաքական եւ իհարկե տնտեսական տեսանկյունից։ Սանչեսի խոսքով հակամարտությունն ապակայունացնում է միջազգային առևտրի կարևորագույն զարկերակը, Հորմուզի նեղուցը, ինչպես նաեւ սպառնում է գլոբալ տնտեսական երկրաշարժով, որի առաջին հետևանքները հավանաբար արդեն կարելի է նկատել։ Վարչապետը համարում է, որ այս իրավիճակն արդեն անդրադառնում է իսպանացիների գրպանների վրա։ Հիմա տեսնում եք, որ եվրոպական պետությունները ընդգծված ձևով քննադատում են այս պատերազմը, Թրամփի սանձազերծած պատերազմը, որը իրանք հասկանում են, որ դա Իսրայելի պահանջներ, իսկ հիմա Իսրայելը կանգնել է փաստի առաջ։ Իսրայելը չի կարողանում ծայրը գտնի, թե ինչ է անելու։ Իսկ դա մենակ Իսպանիան չի, բայց Գերմանիայի արտահայտությունը։ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ԱՄՆ եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմը ճակատագրական քաղաքական սխալ է որակել։ Իրանում ռազմական արշավը հակասում է միջազգային իրավունքին եւ կարող էր կանխվել։ Ճեղքը չափազանց խորն է եւ ամերիկյան ուժային քաղաքականության նկատմամբ վստահությունը կորել է եւ ոչ միայն դաշնակիցների շրջանում, այլև ամբողջ աշխարհում, ասել է Շտայնմայերը։ Ներողություն։ Նախագահը հավելել է, որ Վաշինգտոնի հետ հարաբերություններն այլևս չեն վերադառնա 2025 թվականի հունվարի 20-ից առաջ եղած ժամանակահատվածին, երբ սկսվել է Դոնալդ Տրամփի երկրորդ նախագահական ժամկետը։ Շտայնմայերը կարծիք է հայտնել, որ Բերլինը պետք է պրագմատիկ լինի ներկայիս ամերիկյան վարչակազմի հետ իր հարաբերություններում եւ կենտրոնանա իր հիմնական շահերի վրա, բայց չզիջի իր սկզբունքներին կամ անտեսի միջազգային իրավունքը։ ԱՄՆ կառավարությունն ունի մեզնից տարբերվող աշխարհայացք, այնպիսին, որը չի հարգում սահմանված կանոնները, գործընկերությունները կամ դժվարությամբ է ձեռք բերված վստահությունը։ Մենք չենք կարող փոխել դա, մենք պետք է գործ ունենանք դրա հետ, բայց ես համոզված եմ, որ մենք որևէ պատճառ չունենք միանալու այդ աշխարհայացքին, ասել է նախագահը։ Շտայնմայերը շեշտել է, որ Գերմանիայի արտաքին քաղաքականությունն ավելի համոզիչ չի լինի, եթե միջազգային իրավունքի խախտումը չանվանենք միջազգային իրավունքի խախտում։ Գերմանիայի նախագահը կրկնել է, որ Եվրամիությունը կառուցված է օրենքի եւ կանոնների վրա, եւ այն կփլուզվի, եթե ընդունենք բիրտ ուժի աշխարհայացքը։ Քանի անգամ ենք այս մասին խոսել, քանի անգամ ես սրան անդրադարձել, որ կատաստրոֆա է, եթե հանկարծ Դոնալդ Տրամփը պարտադրի, որ Ուկրաինան գնա զիջումների, որովհետև աշխարհակարգի, նոր աշխարհակարգի հետ կապված ինչ ենք անում, բոնուս ենք տալիս ագրեսորին, բայց դրանից հետո ինչ ենք անելու։ Եթե ագրեսորին բոնուս ենք տալի, Հայաստանը որպես փոքր պետություն, ումից է ակնկալելու իր անվտանգությունը, ումից է ակնկալելու, որ իր շահերը կհարգվեն որպես փոքր պետություն։
Մենք հաստատ չենք ելնելու ագրեսորը։ Այս է։ Եվ տեսեք, Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը դաշնային նախագահն է Գերմանիայի, բայց ինքը իր պաշտոնով ներկայացական արարողակարգային պաշտոն առանձնապես մեծ ֆունկցիաներ չունի, բայց ինքը բավական հեղինակավոր անձնավորություն է։ Ինքը եղել է ժամանակին արտաքին գործերի նախարարը, ինքը եղել է փոխկանցլերը, ինքը եղել է կառավարության գրասենյակի ղեկավարը, ինքը բավական հեղինակավոր անձնավորություն է ու պաշտոնը չի, որ իրան հեղինակություն է տալիս։ Եթե ինքը չլներ Գերմանիայի նախագահն էլ, ինքը նման հայտարարություն աներ, դա ուշադրության կարժանանար, որովհետև բավական լուրջ ու փորձառու անձնավորություն է ինքը։ Այսինքն նայենք Եվրոպայի վերաբերմունքը ու նայենք մեր վերաբերմունքը, բա մենք ինչ ենք անելու, որ ամեն օր կարող է իրավիճակ փոխվի Դոնալդ Թրամփի ցանկության պարագայում։ Լավ է Իրանի հետ, թե վատ է Իրանի հետ։ Գոնե մենք մտածում ենք, որ Եվրոպան մեկ ուրիշ տարբերակներ է առաջարկում։ Գուցե մտածենք նա մեզ համար կարող է անվտանգության երաշխիքներ լինել, որտեղ մենք այս անկանխատեսելի վիճակում չենք պատկերացնում, թե մեզ ուր են տանում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պնդում է, որ ԱՄՆ օգնության համար դիմել է Ուկրաինային Մերձավոր Արևելքում իր բազաները իրանական հարձակումներից պաշտպանելու նպատակով։ Մեզ են դիմել Ամերիկայի Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելյան երկրների տարածքում գտնվող իրենց բազաների հարցով։ Մեզ են դիմել նաև Սաուդյան Արաբիան, Քաթարը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Հորդանանը, Քուվեյթը, ասել է նախագահ։ Զելենսկին հավելել է, որ ուկրաինացիներն արդեն գտնվում են տարածաշրջանում։ Առավոտից իրիկու Դոնալդ Թրամփը մուննաթ է գալի, թե իրան չեն օգնում։ Առաջի իսկ օրը Ուկրաինան ասել է, ես մարդ կուղարկեմ կօգնեմ։ Հիմա ինքը կանգնեց, ասեց ամենավերջին մարդն է Զելենսկին, որին ես կդիմեի օգնության համար, բայց արդեն այդ մարդիկ ընդեղ աշխատում են։ Իմաստը ո՞րն է։ Եթե դու իսկապես օգնության կարիք ունես, իմաստը ո՞րն է, որ դու ասես, բայ ես իրան չեմ դիմի։ Այդ դիմելը արդեն դիմել ես։ Այդ մարդիկ էլ իրանց գործը անում են։ Դա շնորհակալության ձևն է։ Ով չի միանում մուննաթ ես գալի, ով միանում է մուննաթ ես գալի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. մեզ վրա հարձակվել են։ Իրանը 100 հրթիռ է արձակել մեր ունեցած չափազանց կարևոր օբյեկտի ուղղությամբ։ Որոշակի պատճառներով ես ձեզ չեմ ասի, թե դա ինչ է եղել։ Մենք խոցել ենք բոլոր հրթիռները։ Դե էլ ապրի, որ խոցել ես, էլ խնդրեմը ո՞րն է։ Իրանն էլ ջախջախված, էլ ընդհանրապես Իրան չկա։ Բայց մենք շարունակենք տեսնենք, որ ուկրաինական պատերազմի հետ կապված էլ Դոնալդ Թրամփը ցանկանում է Ուկրաինայի վրա ճնշում գործադրել, որտեղ երկու ֆրոնտով ոչինչ չի ստացվում, չնայած այնպես չի իրան կոտորում է ուկրաինական ֆրոնտում, ընդհանրապես զենք պետք է տա, ուրիշ ինչ է անելու որ։ Էն էլ հիմա կամած դրա ծավալներն էլա փոքրանում, որովհետև արդեն տեսնում ենք, որ Ուկրաինան ստիպված ինքն է արտադրում կամ էլ Եվրոպայի ջանքերով փորձում են ինչ-որ բաներ անել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կրկին հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում Ուկրաինայի վրա իր զորքերը դուրս բերելու Դոնբասի մնացած մասից, ինչը թույլ կտա որոշակի անվտանգության երաշխիքներ ստանալ Միացյալ Նահանգներից։ Սակայն Զելենսկին Դոնբասից հեռանալը համարում է սխալ եւ վտանգավոր քայլ, այդ թվում Թրամփի համար։ Ինչպես տեսնում եք, եթե այդպիսի ճնշում չլներ Զելենսկու վրա, ինքը հաստատ չէր կանգնի նման հայտարարություն անել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հասցեին, որին վրա ճնշում են։ Պարզա որ դա տեղի է ունեցել է, որտեղ Դոնալդ Թրամփը շատ ծանր է տանում, չէ, երբ որ իրան քննադատում են, թե sense բան է անում։ Դուք հասկանում եք, որ Դոնբասից հեռանալը սխալ է, անբարոյական եւ այլն, բայց Դոնբասից այսօր հեռանալը նաև նշանակում է Ուկրաինայի պաշտպանական գծերի թուլացում, ասել է նախագահը։ Այդ պատճառով Զելենսկին կարծում է, որ երկրի արևելյան մասից դուրս գալը մեծ ռիսկ է ներկայացնում Ուկրաինայի համար, Եվրոպայի համար։ Վերջին հաշվով խաթարված խաղաղությունը մեծ ռիսկ է, թե Թրամփի, թե նրա թիմի համար։ Զելենսկին նշել է, որ ԱՄՆ ներկայում կենտրոնացած է Իրանի հետ հակամարտության վրա։ Մերձավոր Արևելքը անկասկած ազդում է նախագահ Թրամփի վրա եւ կարծում եմ, որ այն կազդի նաև նրա հետագա քայլերի վրա։ Ցավոք իմ կարծիքով նախագահ Թրամփը շարունակում է ընտրել ուկրաինական կողմի վրա ճնշումը մեծացնելու ռազմավարությունը, ասել է Ուկրաինայի նախագահը։ Հասկանում եք, որ սա հրապարակային քննադատություն է սխալը ժամանակ, հաստատ չէր կարող ապատեղեկատվություն լինել։ Հիմա Դոնալդ Թրամփը պետքա որոշի, այս խառը վիճակից ոնց է դուրս գալու։ Դուրս գալը որոշի դա Ուկրաինայի շահերին հարված հասցնելով, հաստատ ինքը իր երկրում շատ ավելի շատ ձայնակ կորցնելու։
շատ ավելի խայտառակ ձևի վատ վիճակում է հայտնվելու, որովհետև իր երկրում համենայն դեպս Ուկրաինայի նկատմամբ համակրանքը բավական մեծ է։ Ինքը բաղուց դա զգացել է, հենց մի հատ քայլ արել սխալ, անմիջապես հասարակության արձագանքը ինքը տեսել է։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է. Իրանը քննարկում է պատերազմը դադարեցնելու ԱՄՆ-ի առաջարկը, բայց մտադիր չէ բանակցություններ վարել Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության լուծման շուրջ։ Այնուամենայնիվ, միջնորդների միջոցով հաղորդագրությունների փոխանակումը չի նշանակում բանակցություններ ԱՄՆ-ի հետ։ Նրանք իրենց գաղափարները ներկայացրել են իրենց մեսիջներում, որոնք փոխանցել են բարձրաստիճան պաշտոնյաների եւ անհրաժեշտության դեպքում կհայտարարեն իրենց դիրքորոշումը, ասել է Արաղչին։ Այսինքն անընդհատ Դոնալդ Տրամփն ասում է բանակցում ենք, անընդհատ Իրանն ասում է անգեր չենք բանակցում, միջնորդների միջոցով մի 10 կետ է ուղարկել, մենք դրա հետ կապված մեր պրետենզիաներն ենք ներկայացրել, մեր պահանջներն ենք դրել, ոչ թե մենակ ասել ենք սա կանենք, սա չէ, ասել ենք կդադարեցնենք այս պայմանում։ Այսօր Իրանն է ասում չեմ դադարեցնելու պատերազմը, ոչ թե Ամերիկային խնդրում է, որ Ամերիկան դադարեցնի։ Այսօր Ամերիկան է Իրանին խնդրում, ասում է լավ հասկացանք, եկեք նստենք հարցը լուծենք բանակցային սեղանի շուրջ։ Այսինքն այսօրը Դոնալդ Տրամփը Ամերիկայի պես գերհզոր պետությանը։ Եվ ինչի համար։ Ամբողջ աշխարհի առաջ մեկուսացնում ես քո երկիրը ինչի համար։ Ինչ խնդիր ես լուծում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը պնդել է, որ Իրանը մասնակցում է խաղաղության բանակցություններին։ Այս միջնորդավորվածի մասին է խոսքը։ Նրանք բանակցություններ են վարում եւ շատ են ուզում գործարք կնքել, բայց նրանք վախենում են դա ասել, քանի որ կարծում են, որ իրենց կսպանի սեփական ժողովուրդը։ Նրանք նաև վախենում են, որ մեր կողմից կսպանվեն, ասել է Թրամփը։ Թրամփը կրկնել է իր պնդումը, որ Իրանը պարտվել է հակամարտությունում։ Սպիտակ տունը զգուշացրել է, որ Թրամփը պատրաստ է դժոխք ստեղծել, եթե Իրանը չընդունի Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու գործարքը, հավելելով, որ բանակցությունները շարունակում են չնայած հաղորդագրություններին, թե Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության ծրագիրը։ Եթե բանակցություն ես վարում չգիտեմ ում հետ, բայց այդ մարդիկ վախենում են ասեն, որ բանակցություն են վարում, վախենում են ասել, որ ինչ-որ հարցերում համաձայնվել են, որտեղ իրենց կսպանեն, բայց դեպքում այդ բանակցությունների արդյունքները ո՞նց է կյանքի կոչելու։ Սպանվածների հետ է կյանքի կոչելու։ Այսինքն դա նշանակում է, որ սա աբսուրդ է։ Բանակցություն ենք վարում մարդկանց հետ, ովքեր լիազորություն չունեն, կամ մտածում են լիազորություն ունեն, բայց այս բանակցության մասին հայտարարել իրենց կսպանեն, բայց բանակցության իմաստը ո՞րն է, ժամանակ ձգելը, բայց ինչ է հրաշքա տեղի ունենալու, ինչ է տեղի ունենալու, որի արդյունքում պատերազմը դադարի։ Իրանը իր պահանջն է դնում, դուք ձեր պահանջն եք դնում, ինչին հասակ, մի հարցի հասել եք, այդ միջուկային հարստացված ուրանն եք հանել, բալիստիկ հրթիռներն եք վերացրել, լաբորատորիաները բոլորը վերացրել եք, իշխանությունը տապալել եք, ինչ հարց եք լուծել։ Դարձրեցիք Իրանին վերավոր գազան, եթե հանկարծ հետ էլ քաշվեք, պատկերացեք Իրանը ոնց է տարածաշրջանում սաղին պատերով տալու, ասի այդ տեսեք, հիմա էլ վախացնում ասում կմտնեմ արաբական երկրներ, եթե մի հատ ցամաքային գործողություն կատարես։ Բա Աստված գիտի, ինձ արաբական կմտնի, թե մեր մոտ կմտնի։ Մեզ էլ ասում չէ հերիքը Ամերիկայի հետ խաղեր տակ։ Այս է խնդիրը, այս անկանխատեսելիությունն է խնդիրը, որ ինչքան մտահոգիչ է մեզ համար, իսկ առջևում ընտրություններ են, տեսնում եք ընտրության բովանդակությունը եւ քննարկվող հարցերը օրակարգը ռուսական հեշտ սպասարկելն է։ Դե պատկերացեք մեր վիճակը, ձեր վիճակը եւ մեր անելիքները։ Դե ինչ, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։